Մենք ինչպես ենք տեսնում դժվարությունները, նամանավանդ հալածանք Հիսուս Քրիստոսի համար, եւ որն է Քրիստոսակենտրոն մտայնությունը։ Շարունակեք դիտել, որպեսզի սովորեք ավելին։ Ողջույն եւ բարի գալուստ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս շաբաթվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք, սկսել ենք մի նոր գիրք Նամակ Փիլիպեցիներին։ Այսօր մենք կուսումնասիրենք առաջի գլուխը 1-ից 11 համարները։ Վերնագիրն է այսօրվա սերտողության ուրախության գաղտնիքը, որ բանտը չկարողացավ խլել։ Հարգելիներս, անհրաժեշտ է, որ մենք հասկանանք այս գաղտնիքը երջանկության, որն է դա։ Շատեր ժամանակ են տրամադրում, փող են ծախսում եւ փորձում են գտնել գաղտնիքը, բայց գաղտնիքը հենց իրանց գտների տակ է։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ յուրաքանչյուր քրիստոնյա գոնե չպետք է տարվի եւ խաբնվի այս աշխարհի խաբեությամբ։ Ճշմարտությունը Աստծո խոսքի մեջ է։ Եկեք ուսումնասիրենք, հարգելիներս։ Ուրեմն առաջի հերթին, որպեսզի լավ հասկանանք մենք նամակ Փիլիպեցիներին, հարկավոր է, որ նախաբան ուսումնասիրենք եւ ծանոթանանք այս նամակի հետ։ Ուրեմն ինչ կարող ենք ասել։ Այս նամակը գրված է Պողոս առաքյալի կողմից, գրված է նա, երբ Հռոմում նա բանտարկված էր։ Նամակը գրված է 60-ից 62 թվականին Քրիստոսից հետո, եւ Պողոս առաքյալը հիմնադրեց այս առաջի եկեղեցին Եվրոպայում, մոտավորապես 49-ից 50 թվականներում։ Եվ նամակն ունի 3 կարևոր կետեր։ Առաջինը ավետարանը քարոզելու կարևորությունը եւ մասնակցությունը հավատքի կյանքում եւ Տիրոջ գործերի մեջ, երկրորդը Քրիստոսակենտրոն մտայնությունը եւ երրորդ կետը ճշմարիտ արդարությունը Հիսուս Քրիստոսի վրա հիմնված։ Հարգելիներս, Պողոս առաքյալի առաքելությունը այն էր, որ հեթանոսներին Աստծո խոսքը նա բերեր, եւ այս կատարեց Մակեդոնիայում եւ բերեց Աստծո խոսքը ու հիմնեց առաջի եկեղեցին Եվրոպայում։ Եվ նա գրում է իր հավատացյալ զավակներին, ասելով, որ ես գոհ եմ, ես գովերգում եմ ձեզ, ես գովում եմ ձեր աշխատանքը, որովհետև դուք կատարում եք այն, ինչ որ պետք է, բայց ունի նաև ինքը իր խրատի խոսքերը, որպեսզի ավելի զորացնի եկեղեցուն։ Հիմա եկեք սկսենք կարդալ, այսինքն նախքան կարդալը աղոթենք ու անցնենք մեր սերտողությանը։ Հայր Աստված, մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, շնորհակալ ենք, որ մի նոր նամակ ենք ուսումնասիրում, նոր կտակարանում, աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ յուրաքանչյուրիս աշակերտես քո խոսքերով։ Աղոթում ենք, որ այսօրվա սերտողությունը միմիայն Սուրբ Հոգին մեզ դասավանդի եւ առաջնորդի, ու այս ամենը աղոթում ենք Հիսուսի սուրբ եւ հրաշալի մեծ անունով։ Ամեն։ Կարդանք, ուրեմն գրած է. Պողոսը եւ Տիմոթեոսը, Հիսուս Քրիստոսի ծառաները, Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին, որ Փիլիպեում են, եպիսկոպոսների ու սարգսավարների հետ։ Շնորհ ձեզ եւ խաղաղություն Աստծուց մեր Հորից եւ Տեր Հիսուս Քրիստոսից։ Հարգելիներս, ուրեմն Պողոս առաքյալը իր բոլոր նամակներում միշտ բարևագրով է սկսվում, իր ողջույններն են նա առաջի հերթին հանձնում եւ ջերմ գովասանքներով է սկսում Փիլիպեի եկեղեցուն դիմել։ Ուրեմն, եթե մենք ուսումնասիրենք 3-ից 5 համարները, կշարունակենք Պողոս առաքյալի այս ողջույնը տեսնել, գրված է. Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ, երբ ձեզ հիշում եմ, ամեն ժամ իմ բոլոր խնդրանքներում ուրախությամբ ձեզ բոլորիդ համար աղոթում եմ, ավետարանը քարոզելուն ձեր մասնակից լինելու համար առաջին օրից մինչ հիմա։ Լավ, առաջի հերթին Պողոս առաքյալը շատ ավելի երջանիկ, ուրախ կերպով է դիմում այս եկեղեցուն։ Իհարկե, եթե մեզ հետևում եք, գիտեք, որ նամակ գաղատացիներին այսպես չի սկսում իր բարևագիրը, արդեն քննադատողական եւ դաստիարակչական ուղղությամբ է նա սկսում։ Եվ կոնկրետ այս նամակը ինքը գոհացած է եկեղեցու աշխատանքներից եւ հավատքի ընթացքից։ Եվ նա աղոթում է նրանց համար
ու նա մտածում է նրանց համար, որովհետև ինքը հովիվի սիրտ ունի։ Առաջնորդ է նա հոգևոր, եւ լինելով հոգևոր առաջնորդ, Պողոս առաքյալը իր բոլոր հոգևոր զավակների համար մտածում է եւ մտահոգվում է։ Եվ սա մեր համար շատ կարևոր է։ Հետագայում մենք ավելի կուսումնասիրենք այս հարցի շուրջ, բայց իմացեք, որ յուրաքանչյուր քրիստոնյա ոչ միայն իր մասին պետք է աղոթել, իր համար պետք է աղոթել, այլ նաև հավատացյալ մարմնի համար, եկեղեցու համար, քանի որ ամեն մի եկեղեցու անդամ, երբ ցավի մեջ է, մենք էլ նույնպես պետք է նրա ցավը կրենք եւ պետք է իրեն հասկանանք ու կարեկից լինենք։ Տեսեք, ուրեմն 6-րդ համարը մեր համար մի կարևոր վարդապետություն է սկսում, այսինքն Պողոս առաքյալը մեզ տալ, գրված է. «Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործը սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը»։ Մի քանի կարևոր վարդապետություններ կան, որը նշվում է հենց այստեղ։ Առաջինը՝ Քրիստոսին ընդունողը մինչև վերջ պիտի շարունակի հավատի կյանքի մեջ։ Ուրեմն ասեմ, հարգելիներս, եթե իսկապես ընդունել ես Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, ապաշխարած ես, փրկված ես, վերստին ծնունդ ունես, նոր մարդ ես դարձած Հիսուս Քրիստոսով, այդ անձնավորությունը իր հավատքի ընթացքը պետք է հավատարիմ կերպով ապրի, որպիսի փառավորվի Հիսուս Քրիստոս նրա մեջ։ Երկրորդ հերթին, Քրիստոս իր զավակին մենակ չի թողնի, քանի որ ասում է. «Ինչ գործ որ Քրիստոս սկսել է, մինչև վերջ ավարտի կհասցնի»։ Եվ գիտենք, որ մինչև կյանքի վերջ հավատացյալը հետևորդը Հիսուս Քրիստոսի կանցնի սրբության ընթացք։ Որտեղ գիտենք մենք, այսինքն որտեղ ենք սովորում սրա մասին։ Մի քանի կարևոր համարներ կա նշելու, ասեմ, որ Հովհաննեսի ավետարանի մեջ է գրված 10-րդ գլուխ 28-ից 29 համարներում, որը խոսում է Հիսուս Քրիստոսի նվիրվածությունը, հավատարմությունը եւ Տիրոջ խնամքը կոնկրետ մեր համար։ Եկեք ուսումնասիրենք, ուրեմն անցնենք ավետարան ըստ Հովհաննեսի 10-րդ գլուխ 28-ից 29 համարներ։ Ուրեմն գրված է. «Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, եւ նրանք հավիտյան չեն կորչի, ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի»։ Եվ ասում է 29 համարի մեջ. «Իմ հայրը, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է, ոչ ոք չի կարող նրանց իմ հոր ձեռքից հափշտակել»։ Հարգելիներս, երբ որ ընդունում ես Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, դառնում ես դու Հիսուսինը, ապրում ես Հիսուս Քրիստոսով, հարգելիներս, հասկացեք, որ ոչ մեկ ձեզ չի կարող խլել Հիսուս Քրիստոսի ձեռքից։ Սատանեն չի կարող եւ չպետք է տրվել եւ անցնել սատանու հերթական ստերին, խաբեբայության եւ այն նպատակներին, որ մեզ շեղի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսից։ Եթե մենք Աստծո խոսքը լավ գիտենք, ուրեմն գիտենք անառակ որդու առակը, գիտենք, որ այնտեղ գրված է, որ որդին հեռացավ, հետո վերամիավորվեց։ Եթե Աստծունն ես, չես կարող դու ընդհանրապես Աստծուց հեռանալ եւ ուրանալ։ Բայց նրանք, որ իսկապես Տիրոջը չեն, Աստծունը չեն, Հիսուս Քրիստոսինը չեն, հետեւաբար նրանք կարող են իհարկե հեռանալ ու կործանվել, հեռանալ ու ուրանալ հավատքը։ Բայց եթե իսկապես Տիրոջն ես, Սուրբ Հոգին քո մեջ է, ինչպես գիտենք։ Գիտենք, որ կնիքը փրկության Սուրբ Հոգին է, եւ մենք փրկված ենք, այսինքն երբ որ ապաշխարում ենք, վերստին ծնունդ ենք ունենում, ընդունում ենք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, մենք այդ վարքյանից ստանում ենք Սուրբ Հոգին։ Եվ երբ որ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ, հետեւաբար Սուրբ Հոգին է, որ մեզ դրդում է եւ առաջ է տանում։ Ուրիշ ինչ ունենք ասելու այս սրբության ընթացքի վերաբերյալ։ Առաջինը հասկացանք, որ Տերը, քանի որ մենք ընդունել ենք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, պատկանում ենք Տիրոջը։ Մենք յուրաքանչյուրս Տիրոջ սեփականությունն ենք, այսպես ասեմ։ Եվ քանի որ դա այդպես է, ոչ մեկ չի կարող մեզ խլել Հիսուս Քրիստոսից։ Ոչ մեկ չի կարող տանել մեզ մեր Աստծուց։ Ուրեմն Տերը հսկում է մեզ հզոր կերպով եւ պահպանում է մեզ։ Մյուս կետերը նամակ Եբրայեցիներին 12-րդ գլուխ
երկրորդ համար։ Սա ինչն է կարևոր եւ ինչի մասին է խոսում։ Սրբության ընթացքի մասին իհարկե, եւ տեսնենք ինչ է ասում մեզ Տիրոջ խոսքը այս հարցի վերաբերյալ 12-րդ գլուխ 2 համար գրած է. նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ եւ ամոթն արհամարելով Աստծու աթոռի աջ կողմում նստեց։ Նայենք հավատի զորագլխին։ Մեր հավատքի գլուխը, եկեղեցու գլուխը եւ մեր Տերը Հիսուս Քրիստոսն է։ Հետևաբար, երբ որ ասում է, որ նա ով ձեր մեջ սկսեց բարի գործ մինչև ավարտին կտանի, այսինքն այդ փրկության ընթացքը, հավատքի ընթացքը ամբողջ կյանք է պահանջում, եւ մենք անցնում ենք այս սրբության ընթացքը, եւ մեր զորագլուխը Հիսուս Քրիստոսն է։ Հետևաբար մենք սովորում ենք Աստծո խոսքը, որ խնդրենք Տիրոջը մեր մեջ փոփոխություն կատարի, վերափոխի մեզ, նմանվենք մեր Տիրոջը։ Սկսում ենք առաջի հերթին նվիրվածությունով։ Նվիրվածության նախապայմանը որն է, այսինքն նախ առաջի հերթին պետք է Հիսուսին ընդունես որպես Տեր եւ Փրկիչ, հավատարիմ եւ հնազանդ կերպով ապրես նրա համար, հետո ըս ընթացքը կատարես սրբության։ Քանի որ դա սկսվել է քո մեջ, ուրեմն զորագլուխը Հիսուս Քրիստոսն է, միշտ պետք է նայենք մենք նրան, միշտ պետք է հետևենք նրան եւ պետք է խնդրենք, որ Տերը մեր մեջ մեծ գործ կատարի, վերափոխելով մեզ, նմանեցնելով մեզ իր որդուն Հիսուս Քրիստոսին։ Նա մեր հավատքի զորագլուխն է։ Նույն գլխի մեջ նամակ Եբրայեցիներին 12-րդ գլուխ 10-ից 11 համարների մեջ ինչ է ասում Տերը, ինչ է սովորեցնում, ասում է, որովհետև սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, բայց նա մեր օգտի համար, որպիսի նրա սրբության հաղորդակից լինենք, եւ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։ Սա խոսում է այն նրա մասին, որ մենք մեր սրբության ընթացքը անցկացնում ենք, որպիսի զորանանք եւ նմանվենք մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին, որպիսի մենք պտուղ տանք, հավատքի պտուղ տանք այս կյանքում։ Տերը մեզ կանչել է ծառայության, Տերը մեզ կանչել է, որ կատարենք իր կամքը, երկնքի արքայության գործերը։ Հետևաբար պետք է մեզ վերափոխի, որ կարողանանք իր գործերը կատարենք։ Եթե չվերափոխի եւ մնանք նույն մարդը, հին մարդը, մեղավոր էությունը, ինչպես կարող ենք մենք Տիրոջ կամքը կատարել եւ նրա գործերը, որը մեզ տվել է որպես հանձնարարություն անելու համար։ Ուրեմն մեզ ինչ է սովորեցնում 6-րդ գլուխը նամակ Փիլիպեցիներին, սովորեցնում է, որ այն գործը, որ Տերը մեր մեջ սկսել է, ինքը հաջողակ ավարտի կբերի։ Եվ այդ սրբության ընթացքը, այդ գործը, որ մեզ տվել է նա, այսինքն երբ որ մենք ընդունում ենք Հիսուսին, այդ վերափոխության ընթացքը կկատարի։ Եվ հարգելիներս, հասկանանք, որ սա ուրեմն մրցումի նման է երկար վազքի, որ մի օրվա, մի րոպեվա հարց չի, էսի մի ամբողջ կյանք է պահանջում եւ պահանջում է նվիրվածություն, որպիսի այդ ընթացքը մենք հաջողակ առումով հավատարիմ կերպով շարունակենք Տիրոջը նվիրված, որպիսի նա իր գործը մեր մեջ ավարտի։ Կան հավելյալ համարներ, օրինակի համար նոր ուսումնասիրեցինք նամակ Եփեսացիներին, բայց կարող ենք նորից մենք ընթերցենք, ուրեմն 4-րդ գլուխ 22-ից 24 համարներ գրածա հանեք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, եւ ձեր մտքով ու հոգով նորոգվեք ու նոր մարդուն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված ճշմարտությամբ եւ սրբությամբ ու արդարությունից է։ Ուրեմն եթե նորից ուսումնասիրենք 6-րդ համարը ինչ է ասում է. եւ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործը սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Ուրեմն սրբության ընթացքը մենք պետք է ապրենք Հիսուս Քրիստոսով, թեև դժվար է,
Թեև հաճելի չի, երբ որ դաստիարակվում ենք, միևնույնն է հավատարիմ կերպով յուրաքանչյուրս պետք է հանդուրժենք, մեր խաչը առնենք ու անցնենք հավատքի կյանքը Տիրոջ ձևով, Տիրոջ կամքով եւ Տիրոջ ծրագրով։ Անցնենք առաջ, 7-րդ համարը կարդանք. ճիշտ եմ համարում ձեր բոլորի մասին, այսպես մտածելը, որովհետև ձեզ իմ սրտում ունեմ, իմ կապանքներում նաև ավետարանի պաշտպանության ու հաստատության ժամանակ դուք բոլորդ ինձ հետ շնորհին հաղորդակից եղաք։ Պողոս առաքյալը բացատրում է, որ նա բանտարկված է, շղթայված է եւ գտնվում է Հռոմի բանտում։ Բայց նա ինչ է մեզ ուզում սովորեցնել։ Այստեղ կարևոր կետ կա, որ բանտարկված ժամանակ Տիրոջ մեջ նույնիսկ երջանկություն կա։ Ուրեմն երջանկությունը հիմնված չի կամ նախապայմանը երջանկության հատուկ հանգամանքների վրա հիմնված չի։ Երջանկությունը Աստծո զավակի համար հիմնված է իր հարաբերությունը Աստծո հետ։ Եթե ունես Աստծուն, ունես Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, ուրեմն այդ անձնավորությունը իր մեջ կունենա լույս, այլ լույսը Հիսուս Քրիստոսն է եւ Հիսուս Քրիստոսին ունենալով նա ունի իր մեջ երջանկություն։ Անկարելի է Աստծո զավակը, ով հիմնված է Տիրոջ վրա, ով ունի փրկություն, ով հասկանում է, թե Քրիստոս իր համար ինչ է արել, որ տխուր մռայլ դեմքը ծռված վիճակում, անդուր վիճակով նա ապրի։ Հնարավոր չի դա։ Երջանիկ պետք է լինի, ուրախ պետք է լինի, որովհետև Տերը իր համար մեծ գործ է արել։ Նա փրկված է վերջապես Հիսուս Քրիստոսով։ Քանի որ փրկված է Հիսուս Քրիստոսով, նա գիտի Տիրոջ արած գործը եւ դրանով էլ նա ուրախ է, գոհունակ է եւ ապրում է Հիսուս Քրիստոսով։ Եվ տեսեք, Աստծով ապրելը եւ Տիրոջ վրա հիմնված լինելը կարեւորություն է, դա է նաեւ Պողոս առաքյալը մեզ սովորեցնում, եւ անկախ թե պայմաններից, ինչպես արդեն ասացի, չպետք է մեր կենտրոնացումը մենք կորցնենք։ Այսինքն Պողոս առաքյալը բանտից ավետարանում էր, բանտից Քրիստոսի գործն էր կատարում, բանտից նա իր պատգամն էր ուղարկում, նամակն էր պատրաստում, որովհետև մենք չպետք է հանձնվենք։ Հարգելիներս, սուտ է այն գաղափարը, որ ասում է հանգիստ ու անհոգ կյանք կարող ես ապրել։ Նման բան գոյություն չունի։ Նամանավանդ երբ որ հավատացյալ ես, Աստծուն ընդունող եւ Տիրոջը նվիրված ու ընդունող զավակ ես, կյանքդ սկսվում է պատերազմով եւ պայքարով, բայց դա չի նշանակում, որ մեր մեջ երջանկություն չի կարող լինել։ Ընդհակառակը, մեր մեջ երջանկություն պետք է լինի, եւ որտեղից մենք տեսնում կամ որտեղ ենք տեսնում դա Պողոս առաքյալի օրինակով։ Երբ որ նա շղթայված էր, բանտարկված էր, փառաբանում էին, երգում էին Տիրոջը, որովհետեւ երջանկությունը գիտակցությունն է Աստծո։ Երբ որ մենք գիտակցում ենք, որ ունենք Աստծուն եւ փրկված ենք, մեր մեջ երջանկություն, հաշտություն եւ համերաշխություն պետք է լինի։ Գիտեք, սենց ասեմ ձեզ, հարգելիներս, թող չթվա, որ ուղակի սրանք դատարկ խոսքեր են։ Յուրաքանչյուրս էլ նեղվում ենք, յուրաքանչյուրս էլ դժվարություն ենք կրում։ Յուրաքանչյուրս էլ օրեր ունենք, որ այդ օրերում մենք ընդհանրապես մարդու երես չենք ուզում տեսնենք։ Բայց հարգելիներս, մեր համար ի՞նչն է կարևոր։ Կարևորը այն է, որ երբ որ մենք զգում ենք այդ իրավիճակը մեր մեջ, որ առաջանում է, ավելի կարգապահ պետք է լինենք, որ հանձնենք մեր բոլոր մտահոգությունները, հանձնենք մեր բոլոր դժվարությունները Հիսուս Քրիստոսին, որպեսզի նա մեզ օգնի, զորացնի, աջակցի, որպեսզի կարողանանք հաղթահարենք մենք այդ դժվարությունները։ Եվ ոչ մի բան Տիրոջ հայեցողությունից դուրս չի կատարվում։ Դժվարությունը մարդու համար է, ինչպես որ համատարած խոսք է դա, եւ այդ դժվարությունն էլ փորձություն է մեր կյանքում, եւ այդ փորձությունն էլ զորացնում է մեր հավատքը։ Ուրեմն մենք չպետք է մտածենք, որ պետք է հատուկ պայմաններ լինի, որ այդ պայմանների հիման վրա մենք երջանիկ լինենք։ Ոչ, երջանկությունը նախասահմանված չի, ոչ էլ նախապայմանավորված է, այսինքն ինչ որ հանգամանքների հիման վրա եւ դրանով է որոշվում ուրախությունը։ Ոչ, ուրախությունը Հիսուս Քրիստոսն է, որ մեր մեջ է։ Երբ որ մենք զգում ենք, որ Տերը, այսինքն այս դժվարությունները գերազանցում է մեր Տիրոջ երջանկությունը, ուրեմն այն ժամանակ պետք է կանգ առնել եւ այդ պահին աղոթել ու մեր այս բոլոր բացասական մտքերը հանձնենք Տիրոջը, թույլ չտանք, որ սատանան
իր քայքայիչ գործը կատարի, մեզ մեր անդորից, այսինքն մեր խաղաղությունից, մեր անդորը խլինա եւ խաղաղությունը տանի մեր ձեռքից, որովհետեւ խաղաղությունը մեր Հիսուս Քրիստոսով է։ Եվ Սատանու նպատակը հենց այդ է, հարգելիներս, անցյալ շաբաթ ինչ սովորեցինք։ Սովորեցինք Տիրոջ զրահի մասին, սպառազինության մասին, Սատանու հարձակումների եւ մեթոդաբանության մասին, եւ մենք հիմա այդ ամեն ինչ որ սովորել ենք, հարկավոր է որ կիրառենք մեր կյանքում։ Անցնենք առաջ, ուսումնասիրելու ենք 8-ից 11 համարները եւ այսպես կավարտենք այս շաբաթվա սերտողությունը։ Գրացի Աստված ինձ վկա է, թե ինչպես եմ Հիսուս Քրիստոսի գորովով փափակում ձեզ բոլորիդ։ Եվ այս եմ աղոթում, որ ձեր սերը ավելի ու ավելի աճի գիտությամբ ու ամեն հասկացողությամբ, որպիսի դուք լավագույնը զանազանեք, որ Քրիստոսի օրը մաքուր լինեք ու անարատ, Հիսուս Քրիստոսի միջոցով արդարության պտուղներով լցված Աստծու փառքի ու գովերգության համար։ Հարգելիներս, այստեղ մենք ունենք մի քանի կարևոր կետ եւս, ինչ որ մեզ Պողոս առաքյալն է սովորեցնում։ Առաջի հերթին կարևորությունն է հավատացյալի համար, որ նա մտածի եւ կարեկից լինի իր հոգևոր քույրերին եւ եղբայրներին։ Անհրաժեշտ է, որ մենք մտածենք մեկս մյուսի մասին եւ աղոթող լինենք իրար համար, առաջի հերթին։ Եվ իրար նկատմամբ սիրով լինենք ու մտածենք իրար համար, իրար մասին եւ տեսնենք ինչպես կարող ենք մենք հասնել, երբ որ մեկը ցավում է, բոլորս պետք է ցավանք։ Այսպես է մեզ սովորեցնում Աստծո խոսքը։ Մեկս մյուսի դժվարությունները, մեկս մյուսի խնդիրները հարկավոր է, որ իրար աջակցելով, օգնելով հնարավորություն լինենք մենք, որպես անոթներ Աստծու համար օգտագործվենք Տիրոջ եկեղեցու աշխատանքների համար, որից մեկը իրար օգնելն է, հասնելն է, աղոթող լինելն է եւ կարեկից լինելն է։ Հետո մեզ ինչ է սովորեցնում Պողոս առաքյալը։ Կա 3 կարևոր կետ, որը կրկնվող վարդապետություն է՝ սեր, գիտություն եւ իմաստություն, զանազանություն։ Այսինքն, հավատացյալի կյանքում եթե սերը պակասում է, ուրեմն այդ հավատացյալը ինչպես կարող է Տիրոջ գործը կատարել։ Ագապե սերը, որը հուներենով է դա նշվում, այսինքն հուներեն բառը, անշահախնդիր սեր է դա նշանակում։ Մենք էլ նույնպես մեր Տիրոջը կրկնօրինակելով հարկավոր է որ խնդրենք Տիրոջը, որ մեզ տա այդ ագապե սերը, որպիսի մենք մեր հավատացյալ քույրերի եւ եղբայրների նկատմամբ լցված լինենք այսպիսի սիրով եւ ընդհանրապես աշխարհի նկատմամբ, որովհետեւ եթե մենք չունենանք այն զգացողությունը, որ պետք է քարոզենք Աստծո խոսքը, կիսվենք Աստծո խոսքը անհավատների հետ, ինչպես կարող են մարդիկ հավատքի գալ, չէ՞ որ լսելով են ընդունում։ Եվ եթե մենք պատրաստ չենք տալու Աստծո խոսքը ավետարանելու եւ զբաղվել այս աշխատանքով, ինչպես կարող են մարդիկ հավատքի գալ։ Գիտեք, հարգելիներս, այս աշխատանքը հոգևոր առաջնորդների համար չի միայն, բոլորիս է տրված որպես քրիստոնյա։ Թող չթվա, որ կա հատուկ մի ենթակառույց, որ այդ ենթակառույցը եւ դրա ղեկավարները պետք են դրանով զբաղվել։ Դա մեծ սխալ է, որովհետեւ յուրաքանչյուրս ենք պարտավոր եւ մասնակից Տիրոջ աշխատանքների համար։ Յուրաքանչյուրս պետք է գանք եւ Աստծո գործը անենք, որից մեկն է ավետարանության աշխատանքը։ Եվ երկրորդ կետը սյունը որն է եկեղեցու մեջ գործ անելը, ուրեմն դուրսը եւ ներսը, արտաքին եւ ներքին աշխատանքների համար է սա։ Սա նշանակում է, որ մենք որպես հավատացյալներ մեր լույսը եւ ինչպես Տերը մեզ սովորեցնում է Քրիստոս, աղնու լույսը պետք է լինենք այս աշխարհի համար եւ մեր այդ լույսը պետք է սփռվի, որ բոլորը տեսնեն եւ փառք բերի մեր Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն դա այդ առաջի հերթին, երկրորդ հերթին մեզ Պողոս առաքյալը սովորեցնում է եւ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ հավատացյալը միամիտ ու անգրագետ չի կարող լինել, նամանավանդ Աստծո խոսքի վերաբերյալ, որ այդ գիտությունը մենք պետքա ձեռք բերենք, որը Աստծո խոսքը կարդալով է, սովորելով է։ Երկրորդ հերթին միամիտ չեն կարող լինել։ Տերը մեզ խրատում է, որ խորագետ լինենք։ Ինչ է մեզ սովորեցնում Հիսուս Քրիստոս։ Ասում է՝ եղեք խորագետ ինչպես օձը, բայց ազնիվ ինչպես աղավնին։ Լավ, մեր մեջ փաստորեն չպետք է լինի վատ կամեցողություն, վատ ցանկություն, վատ նպատակներ, չար նպատակներ, բայց պետք է մենք նաև լինենք խորագետ, խորը դատենք, խորը մտածենք, հասկանանք եւ զանազանենք չարը բարիից, որpիսի մենք սատանու թակարդի մեջ չընկնենք։
Սա է կարևոր մեր համար։ Ուրեմն խորագետ, ինչպես օձը, բայց ազնիվ, ինչպես աղավնին, որ մեր ցանկությունները վատ ցանկություններ չլինեն, այլ մեր նպատակը պետք է որ բոլորի գործերը, խոսքերը մենք քննենք եւ տեսնենք ով ինչ նպատակով է մոտենում, ով ինչ է ուզում անի եւ դրա հիման վրա ճիշտ դատողություն ունենանք եւ ինչպես այստեղ մեզ սովորեցնում է, իհարկե Արարատ Աստվածաշունչը, այսինքն այս երկրորդ թարգմանությունը օգտագործում է հասկացողություն բառը, բայց եթե մենք ուսումնասիրենք Էջմիածինի թարգմանությունը Աստվածաշունչի, այնտեղ իմաստություն բառն է օգտագործում։ Ես համաձայն եմ իմաստության բառի եւ զանազանելու բառին, որովհետեւ այս իմաստությունը, որ մեզ հարկավոր է, որ ձեռք բերենք, տալիս է մեզ զանազանության հոգի, տալիս է մեզ այն կարողությունը, որ իմաստությամբ շարժվենք եւ առաջնորդվենք։ Եվ իհարկե Աստծո խոսքի վերաբերյալ անգրագետ չեն կարող լինել, եթե չիմանանք սատանու հարձակումների ժամանակ մենք ինչ կլինի մեզ հետ, պարզապես սատանու զոհը կլինենք, որտեվ Հիսուս մեզ օրինակ է տալի իր 40 օրվա փորձությունների մեջ, սատանեն Աստծո խոսքով է գալի շեղված ուղությամբ, խաբելու ուղությամբ, Քրիստոս հակահարված է տալի նույն իր խոսքերով, բայց ճշգրիտ կերպով, որովհետև նա է հեղինակը իհարկե իր խոսքերին։ Դրա համար ինքն ասում է ոչ ու բացատրում է հետևյալը եւ հետ է շպրտում սատանու բոլոր հարձակումները։ Իհարկե սատանեն չի կարող համեմատվել Աստծո հետ, ինչպես որ սովորեցինք մենք անցյալ սերտողություններում, քանի որ սատանեն Աստծո ստեղծագործությունն է եւ ստեղծագործությունը իր արարչից հզոր չի, բարձ ասած, բայց նա մի պարտված ու թշվառ մի ոսող է, ուղղակի մենք պետք է զգուշ լինենք եւ զգոն լինենք, որ նրա հարձակումներին եւ թակարդին չընկնենք։ Եվ հարգելիներս, այս կետն էլ ուսումնասիրենք ու կավարտենք մեր այսօրվա սերտողությունը։ Ինչ է նշանակում Քրիստոսի օրը։ Այստեղ բազմաթիվ անգամ է դա ներկայացվում։ Ասեմ ձեզ հարգելիներս, Քրիստոսի օրը տարբեր եկեղեցի տարբեր ձև է մեկնաբանում, բայց միևնույնն է, նշանակում է կոնկրետ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը եւ դատաստանը։ Եկեղեցի կա, որ ասում է, որ Տիրոջ օրը եւ Քրիստոսի օրը չի տարբերվում, միևնույնն են։ Եկեղեցի կա, որ ասում է Քրիստոսի օրը հենց հավատացյալների համար է եւ հավատացյալի աշխատանքները դատելու եւ քննելու հետ է կապված։ Եվ ընդհանրապես այս բառը հուներենով կապված է բեմի հետ, բեմա բառն է օգտագործվում դասական հուներենով եւ ժամանակակից հուներենով վեմա բառն է օգտագործվում, իսկ մեր հայերենով բեմ բառն է։ Ուրեմն մեր նմանություններ կան, իհարկե լեզվաբանական հետազոտումներ խորապես չեն կարես ուղղությամբ, մեր համար ուղղակի կարևոր է որ հասկանանք, թե ինչ է նշանակում, ուղղակի այդի Քրիստոսի քնությունն է, քննելն է մեր արած աշխատանքների համար, ոչ թե դատաստանի համար, այսինքն մեր հասկացողությունը եւ այնչի վրա ենք մենք հիմնվում ենք այդ հասկացողության վրա, որ այդ օրը ուղղակի լինելու է, երբ որ 7 տարի մեծ նեղություն է լինելու հակաքրիստոսի ների գալուստի ժամանակ, այսինքն երբ որ նա գա այս աշխարհ հայտնվի, 7 տարի մեծ նեղություն է լինելու։ Եկեղեցի կա, որ չի ընդունում դա, այսինքն չի ընդունում, որ հափշտակություն է լինելու, որ Քրիստոսի եկեղեցին կհափշտակվի, կմիանա Տիրոջ հետ, Հիսուս Քրիստոսի հետ, որպեսզի մենք չտեսնենք այդ 7 տարվա նեղությունները։ Ես դրան կողմնակից եմ, որովհետև մենք գիտենք, որ Տերը իր զավակներին, արդարներին, արդարացածներին Հիսուս Քրիստոսով, Տիրոջ դատաստանը, Հայր Աստծո դատաստանը արդարացած զավակի համար չի, ապաշխարած քրիստոնյայի համար չի, այլ այս աշխարհի մեղավորների համար է։ Տարբեր օրինակներ կան Աստծո խոսքի մեջ, որ դա են ապացուցում, բայց ավելի կոնկրետ պետքա կենտրոնանալ Պողոս առաքյալի խոսքերի վրա, որ մեզ բացատրում է կոնկրետ այս հափշտակության մասին։ Երբ որ ժամանակը գա, ավելի խորապես կուսումնասիրենք, բայց ինչ կարող ենք հասկանալ մենք այս ամեն ինչից, որ այս Քրիստոսի օրը հավատացյալի համար է, ոչ թե անհավատի համար։
Ու Քրիստոսի օրը այն օրն է, երբ որ բոլոր հավատացյալների, հետևորդների Հիսուս Քրիստոսի, ովքեր որ ապաշխարած են, վերստին ծնունդ ունեն եւ նոր մարդ են դարձած Հիսուս Քրիստոսով, նրանց արած աշխատանքները կանցնի կրակի միջով եւ կորոշվի ով ինչ է արել եւ այդ փորձելու ընթացքը կապացուցի, թե որ գործն է մնում մեզ որպես մեր արարքների շարանի մեջ հավաքված կամ որը ոչ։ Հիմա որտեղ գիտենք մենք, այսինքն որտեղ կարող ենք կարդալ սրա մասին, ուրեմն կարող ենք մենք ուսումնասիրել առաջի Կորինթացիների նամակը 3-րդ գլուխ 10-ից 15 համարների մեջ, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ է սա նշանակում։ Եկեք թերթենք իրար հետ առաջի Կորինթացիներ 3-րդ գլուխ 10-ից 15 համարները։ Աստծու ինձ տված շնորհի համաձայն իմաստուն ճարտարապետի պես հիմքը դրեցի, բայց ուրիշինն է կառուցումը նրա վրա։ Բայց թող ամեն ոք զգուշ լինի, թե ինչպես է կառուցում, որովհետև ոչ ոք դրվածից տարբեր հիմք չի կարող դնել, որ Հիսուս Քրիստոսն է։ Եթե որևէ մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, ամեն մեկի գործը հայտնի է դառնալու դատաստանի օրը, որ կրակով է հայտնվելու, Երևան է հանվելու եւ ամեն մեկի գործը կրակով է փորձվելու։ Եթե որևէ մեկի շինած գործը հաստատուն մնա, վարձ կստանա, իսկ եթե մեկի գործը այրվի, վնաս կկրի։ Ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ասես կրակի միջով է անցել եւ գրված է այստեղ 16 համարներ ուսումնասիրենք, չգիտեք, որ դուք Աստծու տաճար եք եւ Աստծու հոգին բնակվում է ձեր մեջ։ Հարգելիներս, բոլորիս գործը կրակի մեջով է անցնելու, փորձվելու է, որ տեսնի մնայուն կլինի, թե ոչ։ Կստանանք մեր վարձը, թե ոչ։ Այստեղ հարցը փրկվելու ենք, թե չենք փրկվելու խոսք չի գնում, այլ գնում է նրա մասին, որ հավատացյալը արդարացած է Հիսուս Քրիստոսով, իր բոլոր արած գործերը, որը մեր Հիսուս Քրիստոս ինչ է սովորեցնում, ասում է գանձեր մի տիզեք այս աշխարհում, այլ երկնքում։ Ուրեմն մենք մեր բոլոր գործերը պետք է անենք Հիսուս Քրիստոսի համար, աղքատին օգնելով, կարեկիցին հասնելով, աղոթելով եկեղեցու մարմնի համար, եկեղեցու մարմնին օրհնանք լինելու համար, օգտագործելով Տիրոջ տված բոլոր հոգու պարգևները եկեղեցու աշխատանքի մեջ, քարոզելով Աստծո խոսքը, Տիրոջ կամքը կատարելու, ամենակարևորը մեր հարաբերությունը Աստծո հետ հաստատուն լինի, հավատարիմ լինենք մեր Տիրոջը, որպեսզի մենք կարողանանք այն օրը, երբ որ գա, այդ բեմը, այդ ժամանակը, այդ Քրիստոսի օրը, որպեսզի մենք կարողանանք կանգնենք Տիրոջ առջև, մեր արած աշխատանքներն էլ այդ կրակի մեջով անցնելով կփորձվի եւ հաստատուն կլինի, Տերը կընդունի դա որպես աշխատանք, որը նա ընդունում է եւ հավակնություն է տալի, ու դրանով էլ մենք մեր վարձը կստանանք։ Ուրեմն ինչ կարող ենք քաղել այսօրվա սերտողությունից։ Առաջի հերթին, որ երջանկությունը պայմանավորված չի հանգամանքներից, այլ պայմանավորված է մեր ու մեր Աստծու հարաբերության վրա։ Այսինքն մենք պետք է լինենք հավատացյալ, Տիրոջը ընդունող, ապաշխարած զավակներ, վերստին ծնված զավակներ, որպեսզի մենք կարողանանք մեր երջանկությունը ստանանք Սուրբ Հոգուց, Աստծու վրա հիմնված լինելով։ Երկրորդ հերթին պատրաստ պետք է լինենք բոլոր տեսակի նեղություններ կրել Աստծու համար, նույնպես եւ հալածանքներ եւ մեծ փորձություններ, բայց երջանկությունը պահպանել, որովհետեւ երջանկությունը բխում է Սուրբ Հոգուց, որը մեր մեջ է։ Մյուս կետը աղոթող լինենք, կարեկից լինենք եկեղեցու մարմնի համար եւ ամեն րոպե, ամեն վայրկյան իրար նկատմամբ սիրով եւ մտածող լինենք իրար համար։ Երրորդ կետը, այնինչ գործ, որ Տերը մեր մեջ սկսել է, շարունակենք հավատարիմ կերպով ընթանալ մեր այս սրբության ընթացքը, որ ավարտի բերի Տերը մեզ եւ նայենք մեր հավատքի զորագլխին, որը Հիսուս Քրիստոսն է։ Իսկ պատրաստ լինելով Քրիստոսի օրը մենք գոնե կարողանանք մեր բոլոր արած աշխատանքները այդ կրակի մեջով անցնելիս
անցնելուց հետո ստանանք մեր վարձը։ Դժգոհ, տրտմող չլինենք, այլ երջանիկ լինենք եւ հոժար կամքով անենք ամեն ինչ որ Տերը մեզ կանչել է, որ մենք անենք։ Այս շաբաթ այսքանը, Տերը ձեզ օրհնի։ Ամեն։